Շատ կտրուկ և շատ հզոր պատասխան է խոստանում Իրանն ԱՄՆ-ին հարձակման դեպքում։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին Անկարայում Էրդողանի հետ հանդիպումից հետո CNN Թյուրքին տված հարցազրույցում Միացյալ Նահանգներին զգուշացրել է Թեհրանի հետ թելադրանքի լեզվով չխոսել։ Իրանը թելադրանք չի ընդունում, մենք պատրաստ ենք արդար և հավասարակշռված դիվանագիտության։ Եթե խոսքը արդար և անկողմնակալ համաձայնության մասին է, մենք պատրաստ ենք, բայց երկու կողմն էլ պետք է ընդունի, որ բանակցությունը տարբերվում է թելադրանքից։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի մեզ սպառնալ և աչք վախեցնել։ Արաղչին ասել է, որ 2025 թվականի հունիսի բախումներից դասեր է քաղել Իրանը ու ավելի լավ է պատրաստվել հնարավոր նոր հարձակմանը։ Մեր բալիստիկ հրթիռները տեղում են, մեր ուժը տեղում է, եթե հարձակում լինի, մենք անպայման շատ կտրուկ և շատ հզոր պատասխան ենք տալու։ Եվրամիությանն աշտարակալ է անվանել Իրանի գլխավոր դիվանագետը։ Այս կերպ նա արձագանքել է Եվրադաշինքի որոշմանը Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կառույց ճանաչելու մասին։ Եվրամիությունը մեծ ռազմավարական սխալ թույլ տվեց։ Եթե չլիներ հեղափոխության պահապանների կորպուսը, եվրոպացիներն այժմ Փարիզում կամ եվրոպական մեկ այլ քաղաքում դեմ առ դեմ կռվում էին իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ։ Ցավոք, եվրոպական երկրները շատ անշնորհակալ գտնվեցին։ Եվրամիությունը բացատրել է, որ իր որոշման պատճառը Իրանում վերջին ամիսներին տեղի ունեցած զանգվածային ցույցերը ուժով ճնշելու իշխանության բիրտ մեթոդներն են։ Ըստ պաշտոնական տվյալի, բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է 3117 մարդ, որոնցից 2000-ը ըստ արտգործնախարար Արաղչիի ուժային կառույցների ներկայացուցիչներն են։ Արևմտյան հաշվարկներով Իրանում մոտ 30,000 ցուցարար է սպանվել։ Իր երկրում ռեժիմի հնարավոր փոփոխությունը ֆանտազիա է անվանել Իրանի արտգործնախարարը։ Regime change is completely a fantasy. Some people are caught up in this fantasy. Ոմանք տարվել են այդ երազանքով։ Մեր համակարգն այնքան արմատացած է եւ այնքան ամուր հիմքեր ունի, որ մարդկանց գալն ու գնալը ոչինչ չի փոխի։ Համակարգը մնում է իր տեղում եւ շարունակում է իր գործը։ Pentagon didn't send any of them. Վերլուծաբանները չեն բացառում, որ Իրանի ափերին մոտեցած ամերիկյան նավատորմը ռազմական գործողություններ դեռ չի սկսում, քանի որ պատրաստ չէ Իրանի հոգևոր առաջնորդին առևանգելու պլանը։ Վենեսուելական սցենարը կրկնելու հնարավորության մասին երեկ էին լրագրողները հարցրել նախագահ Թրամփին։ If Iran doesn't make a deal, is your plan to replicate there what you just did in Venezuela? Եթե Իրանը համաձայնության չգա, արդյոք ձեր ծրագիրն է այնտեղ կրկնել այն, ինչ արեցիք Վենեսուելայում։ Ես չէի ցանկանա դա ասել, ես չեմ ուզում խոսել որևէ բանի մասին, որն առնչվում է իմ ռազմական քայլերին, բայց մենք այնտեղ ահռելի հզոր նավատորմ ունենք, մենք ունենք աշխարհի ամենահզոր նավերը, մենք ունենք աշխարհի անհամեմատ ամենահզոր բանակը, մենք դա բազմիցս ապացուցել ենք։